Հիմա ես կուզեմ խոսել այն իրավական կոլապսի մասին, այն իրավական տերորի մասին, որը տեղի է ունենում այս շենքում եւ այս քաղաքում։ Առաջի թեման, կուզեմ անդրադառնալ ձեզ համար տխրահարճակ կարմիր գծերի 13 անգամ ապօրինի թանկացման որոշմանը, որը դատարանը կրկին կհիշեցնեմ 5 դատավորի կոլեգիալ վճռով ճանաչեց անվավեր, ոչ իրավազոր, սխալ, ապօրինի։ Ինչ է տեղի ունեցել դրանից հետո սիրելի քաղաքացիներ, երբ որ ձեր քաղաքային իշխանությունը անում է մի թանկացում, որը ձեր քաղաքային ընդդիմությունը դատարանում ճանաչում է անվավեր, բարեխղճության երևի մտքով եթե գնանք, կմտածենք դրանից հետո մարդիկ պետք է հետ կանգնեն դրանից, ասեն ժողովուրդ ջան կներեք, բարձվեց A օրենքով ապօրինի կերպով ենք արետևյալ այսպես կոչված ռեֆորմը, B նույնիսկ եթե մոռանանք ապօրինության մասին, այն պատճառը կորիզը, որը որ դրվել էր թանկացման մեջ, չի բերել արդյունքը։ Քաղաքում բեռնաթափում տեղի չի ունեցել։ Ինչ են անում քաղաքային իշխանությունները։ Օգտվում են օրենքի բացերից, բարձ կերպով բողոքարկում են այս վճիռը վերաքննիչ Ատյանը վերադարձնում է բողոքը, դրանից հետո եւս չեն համակերպվում, տանում են այս վերադարձի որոշումը, տանում են բողոքարկում են վճռաբեկ դատարան։ Վճռաբեկ դատարանը եւս վերադարձնում է, արդեն պնդելով, որ դուք ձեր ներկայացուցիչը իրավասու չէ ներկայացնել Երևանի ավականին դատարանում առհասարակ, սա արդեն երրորդ նախադեպն է, որ ձեր ներկայացուցիչը քաղաքապետարանի, որը գալիս է ներկայանում է իբրև ավականու իրավական ներկայացուցիչ, իրեն թույլ չեն տալիս խոսել եւ հեռացնում են դահլիճից։ Ժողովուրդ ջան, սա պարզ իրավական բացերի մանիպուլյացիա է ի օգուտ քաղաքային իշխանության եւ ի վնաս Երևան քաղաքի բնակիչներին։